պաշտպանական կողմը որևէ լրացում կամ մեկնաբանություն ունի համեցեք անցած դատականներին հարգելի դատական ընդհանրապես միջնորդություն էր արվել, որ վճարովի Ասավիր կանոնների մոտ, բայց քրեակատարողական հիմնարկը գերություն էր ստացել, թե իբր եստեղ բողոք եմ արել քրեակատարողական հիմնարկից, որովհետև խնամքի միջոցներ չի տրամադրվում, ոչ մի խցում կալանավորների չի տրամադրվում, ու այդպիսի գերություն էր ստացել, ես ուզում եմ հասկանամ դա այդ միտում էր, թե ուղղակի թյուրիմացություն է եղել։ Շատ ես հրապարակում եմ գերությունը շարունակեմ, էլի։ Քանի որ այսօր մենք ներողություն խնդրում ենք ու ունեցել ենք երկար տարիներ Եվրատոն, մեր ծանած Եվրատոնը, ես ուզում եմ ազգից, հայ ազգից, եզդի ազգին, որոնք մեր հետ հավասար պայքարել շնորհավոր եմ բոլորին ու վստահեցնում եմ, որ մենք ունենալու ենք նմանատիպ տոներ, որը կնշենք շատ մեծ հպարտությամբ և մեր գլուխները բարձր մեր նահատակների, թե 90-ականների, թե պատերազմից տղաների առաջ մենք գլուխներս բարձր շնորհավոր բոլորին ունենալու ենք հաստատ հանրվեք Եվրատոնը և մի բաներ եմ ուզում ասել, մեր կալանքի նիստերից մեկում ես իսպիսի մի հայտարարություն արեցի, որ ըստ օդում կախված լուրերի, շրջանառվող լուրերի պարգևատրում է խոստացված մարդկանց, որ մեզ կալանքի տակ պահեն, հետո գործ կարևներ նրա։ Ճիշտ ասած, այդ օդում կախված լուրերը իջան գետնի վրա, օդում կախված չմնացին։ Հենց նույն օրը, երբ որ գործուղարկվեց դատարան, մարդիկ ստացան պաշտոններ ու աշխատավարձի բարձրացում։ Ես հորդորում եմ ուղղակի, որ կգան ու կգնան երաշխություն պատվիրողները, օրենքները մնալու են, և են երաժիշտները, ովքեր կերծ նոտաներով են նվագել, օրենքները իրանց հանդեպ խստի կորան։ Նորից շնորհավորում եմ հայ ազգիս, բայց բողոք հարգելի դատական, թեև հովազները կատվածքի են, բայց հովազները չեն մնալում, հովազները մնալում չկան։ Հասկանալի է ձեր վերաբերմունքը, հարգելի Մեղադրյան, նաև հարգելի շատ լավ, կտրեմ էմոցիոնալ ձեղումներից հնարավորինս զերծ մնալ, հարգելի Մեղադրյան, հրապարակում եմ, թե դատարանը ինչ է հարցեր է քրեակատարողական հիմնարկի։ Բառացի եմ մեջբերում ընդորում, Վարութից նշված գործով, դատական նիստին Մեղադրյան Սերոբ դատարանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց հասանելիք անհրաժեշտ խնամքի որոշակի պայմաններ չեն ապահովում։ Սա մեկնաբան է, նախորդ նիստին դուք կանգնեցիք, ասացիք, որ Վարշավի չկա, խնդրում։ Ես ընդհանրապես ասել եմ, որ Վարշավի ծառայությունը, թե քննչականը, երբ որ գործը քննչականն էր, գերություն են կերել, որ մարդը կա Վարշավիրական ծառայություն։ Ուղիղ եթերով էլ կա, կարող են նայել ուղիղ եթերը, բայց ընդհանուր առմամբ խնամքի պարագաներ չտրամադրել, այդպիսի բան ես չեմ ասել։ Շատ լավ, նախ ոչ ընդհանուր առմամբ, այլ որոշակի պայմաններ, և երկրորդը, այո, նախորդ նիստին դուք կանգնեցիք, Փառք Աստծո, որ հարգելի լրագրողները ֆիքսել ասացիք, ներողություն ես ցիտեմ, ասացիք, որ Վարշավի չկա, և ասացիք, իսկապես չկա։ Նաև լրացրեց հարգելի պաշտպանում։ Կներեք, դա չի նշանակում, որ խնամքի միջոցներ կալանավորները չի տրվում։ Խնամքի միջոցների մասին չի խոսքը, այլ պայմանի ապահովման, և դատարանը ձեր հայտարարությունը ընկալում է այդ կերպ։ Ավելին ասում, ինչ բողոք։ Դատարանը բողոք չի գրել։ Դիտելա, որ ես ինչ-որ բողոք եմ արել։ Այդ դիտելու տեսանկյունից չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է այդպես դիտվել, բայց ես ընթերցեցի բառացի, հարգելի դատական կառավարությունը տրամադրել Մեղադրյանին, որպեսզի կարիքի դեպքում ընթերցի։ Բողոք բառը ընդհանրապես դատարանը չի գրել, և բողոք ակնարկող որևէ ձևակերպում չի արել։ Ես վերարտադրել եմ այն ինչը որ դուք բարձրացրել եք, ասում եք Վարշավի չկա, գրել եմ պայման կա, որը չի ապահովում։ Ուզել եմ Վարշավի, որը որ չեք տրամադրել ու չեք պատրաստվում տրամադրել, Աստված ձեր հետ։
Խնդրում եմ կարդացեք, եթե կարիքը տեսնում եք։ Եթե ոչ, խնդրում եմ վերադարձնել։ Գործի նյութերը խնդրում եմ վերադարձնել։ Հաջող պարտադրությամբ դատարանը քրեակատարողական հիմնարկի պետին խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին կալանավորված անձերով գասպարյանին հասանելի օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովման անհնարինության դեպքում հայտնել դատարանին։ Եթե որևէ անհնարինություն կա, որը պետք է օրենքով ապահովել, բայց անհնար է, բայց առկա է անհնարինություն, որ դատարանը պարզի եւ դրանով պայմանավորված կողմնորոշվի։ Դրանից հետո պատասխան գրություն ստացել ենք, բայց պատասխան գրության անհնարինության մասին ոչինչ չկա։ Ես հրապարակեցի էությունը պատասխան գրության, խոսվում է թե լրացուցիչ ծառայությունները ինչ կարգով պետք է ստանա կալանավորված անձը եւ դրան որպես համադրող արդեն Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հարցման արդյունքով պարզվել է որ հաստիկ չկա եւ ծառայություն չի իրականացվում։ Բայց ի վերջո ես չպարզեցի հարգելի կողմեր, նաեւ հատուկ հարգելի պարոն Գասպարյան։ Միգուցե հաստիկ չկա արտահաստիկային պայմանագրային շրջանակներում, չէ, հիմա տեսեք, դուք հաստատեցի գուցե գիտեք որ չկա, բայց ես նախորդ նիստին էլ ասեցի, դատարանը պաշտոնական թվեր ակնկալում է ստանալ վարչարարությունն ապահովող մարմնից։ Ես կարծում եմ դատարանի գրագրությունից փոխաբերության համար կներեք նեղանալու փոխարեն ուղղակի պետք է դիտարկել որ դատարանը խորամուխ է եղել, որ այդ հարցը պարզի քրեակատարողական հիմնարկը արդյոք իր տիրույթում պետական միջոցներով չի կարող ապահովել։ Մի օրինակ կտերեմ, օրինակ քրեակատարողական ծառայության աշխատակիցները երբ ձեզ հետ առնչվում են, ժողովրդի մոտ ընդունված է ռուսերեն կլուչնիկ անվանել ներողություն խոսքի համար, օրինակ հարգելի ծառայակիցներ։ Դատարանը իր որոշմամբ թեև միայն փաստաբանների եւ մերձավոր ազգականների հետ է սահմանափակումը բացառել, այսինքն նրանց հետ հնարավոր է շփվել, բայց նաեւ շփվում են ձեզ հետ օրինակ ուղեկցող ոստիկանները հարգելի ներսում ծառայողները դատարանը չի գրել որ նրանց հետ կարելի է շփվել, բայց դա տրամաբանական է, որովհետեւ պետ ներողություն բայց դա տրամաբանական է, որովհետեւ պետական ծառայությունները իրենց առաքելությունները հատկապես սահմանադրական իրականացնում են պաշտոնատար անձանց միջոցով։ Հիմա քանի որ այնտեղ հաստիկ չկա, դատարանը այ եթե մի օր պարզվի որ հաստիկ էլ չկա, չի էլ կարող արտահաստիկային պայմանագրային հիմունքով ապահովել։ Չգիտեմ, որևէ այլ կերպ քրեակատարողական ծառայությունը, արտադրության նախարարությունը չի կարող այդ հարցը լուծել։ Դատարանը կհամարի, որ ինքը իր ռիսկով պիտի որոշի։ Այն անձը, ում անուն ազգանը գրել է պարոն Ալեքսանյանը, Էրիկ Ալեքսանյանը, արդյոք մի հատ ուսումնասիրենք, հասկանանք այդ մարդուն ինչքան է պետք գործով քննարկել իր այլությունը, ածեի թուղթել է ուղարկել պարոն Ալեքսանյանը, որպեսզի այդ ռիսկը դատարանը հասկանա իր վրա վերցնում է, թե չի վերցնում։ Բայց հիմա մենք պետք է հասնենք այդ փուլին, որ դատարանը մի հատ այդ փաստերը գումարելով հասկանա, որ հասել ենք այդ անհրաժեշտությանը։ Հիմա մենք ունենք, որ հաստիկ չկա ԿԿ-ում, ամփոփում է, հարգելի դատարան։ Հաստիկ չկա վարսավիրական ծառայություն չի իրականացվում քրեակատարողական հիմնարկում, ինչու եմ շեշտում հիմնարկում, որովհետև ես քաղաքացի իրավական այլ հարաբերություններ պատկերացնում եմ, դուք եք կրթությամբ իրավաբան եք։ Միգուցե պայմանագիր ունեն մի իրավաբանական մարզիկական ընկերության հետ, այսինքն ոչ սպառիչ ձևակերպումներ են ստացել, որոնք չեն փարատում իմ մտահոգությունները, եւ ես այո մտահոգված եմ, որոշում եմ կայացրել, որ դուք չշփվեք որոնք է, եւ այդ որոշումը հիմնավորել եմ, ունենք այն ինչ ունենք։ Եթե դաժե վատ որոշում է, այդ որոշումը կայացրել։ Որոշման հիմնավորումն է նաեւ, որ ռիսկ կա, որ դուք գուցե ինչ-որ անձանց հետ շփվելով խանգարեք գործը։ Հիմա այդ օրինական ուժ ստացած որոշումը քանի դեռ կա, պետք է հակակշիռ այնպեսի փաստ լինի, որ դատարանը հասկանա, որ կարիք կա այդ հարցը արտահերթ վերանայել։ Բայց խնդրեմ դուք էլ ձեր մոտ վերանայեք փաստակազմը։ Թե արդյոք քրեակատարողական հիմնարկը ինձ հայտնել է, որ չեն կարող որևէ մեկը ձեր մազերը խտրել, հարգելի ներառյալ։ Ունեմ սպառիչ մոտեցում, թե ուղղակի ասում են հաստիկ չունենք եւ կառավարությունը լրացուցիչ ծառայությունները սահմանել, բայց լրացուցիչ ծառայություններին հասնելու համար ուղի եմ ասում իլուր Հայաստանի Հանրապետություն։ Պետք է նախ հիմնական ծառայությունները սպառվեն կամ դատարանին պարզվեն հիմնական ծառայություններ կան, թե չէ, հետո լրացուցիչ բառը ինքնին հուշում է, որ դրանք լրացուցիչ ծառայություններ։ Բայց հիմնական ծառայությունները կարող են կարգավորված լինել ոչ միայն հանրամատչելի օրենքներով, որ մտնենք առլիստ կարդան, այլ ենթաօրենսդրական ակտերով, քրեակատարողական ծառայության պետի ինչ-որ հրամանով, նախարարի հրամանով, որը կարող է գուցե լոկալ է եւ դատարան չէ կարող ուսումնասիրել, դրա համար հարցում եմ հարցրել եմ, կա անհնարինություն, թե չէ։
Բացի անհնարինության անդրադառնալուց, ամեն բան գրվել է, այդ թվում, որ դուք նեղացել եք դատարանում։ Ի վերջո սպառիչ պատասխան չեմ ստացել։ Հիմա խնդրում եմ, այս համատեքստում նոր տեղեկություններ կամ մեկնաբանություններ կողմեր ունեմ, թե չէ, խնդրեմ։ Նույն մարդու անունը որ գրված է, քննչականում նույն դերությունը գրվել է քննիչները, չգիտեմ, դատախազությունը մարդու թե քննչականը, նույն մարդեկը մազորիստները գնացել է։ Հիմա նույն դերությունը ձեզ ուղղ է, նույն միջնորդությունը ձեզ ուղղ է։ Շատ լավ, դատարանն այս դիտարկում ևս հաշվի կառնի, որ քննիչը թույլատրել է նույն անձին։ Դատախազությունը թույլատրել է, վերահսկում դատախազությունը եկել չէ։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ մի արձագանք, հետո լսենք նաև արգելի պաշտպանին և մյուս կողմերին։ Խոստումներով և պարգևատրումներով, սա դատավարական հարց չէ, նույնիսկ կարող եմ չարձագանքել, բայց քանի որ հանրությունը նայում է, ես ուզում եմ, որ ընդգծված հնչի։ Ես պաշտպանված չեմ, այդպիսի բան չի եղել, ոչ էլ կարող է լինել, լինելու դեպքում էլ ինձ չի սպառնալ։ Ես ձեր աչքերի մեջ նաև եմ ասում։ Ինձ չի կարող սպառնալ որևէ, ինչպես ասացիք, պարգևատրում։ Ինչ որ կատարվել է, ես ընդհանրապես սա հետո դա, որ բացառապես օրենքի շրջանակներում, որտեղ կա այն ինչ որ կա, արգելի դատարան, տեսել ենք ինչ որ կա, ու փաստ է, որ տվյալ անձիկ գործը կատարելուց հետո պաշտոններ ստացել։ Եթե նույնիսկ նման բան կա, խնդրում ենք դատարանի դատական իշխանությունը նախահարգել, եթե հարգեցի ամենայն հարգանքով, շնորհակալություն։ Ամեն դեպքում ձեզ բաց ասել, որ ինձ չի սպառնում որևէ ուսի բան։ Շատ լավ, արգելի պաշտպան։